Հասկանալու համար, թե Գյումրիում ինչքանով է ակտիվ զբոսաշրջությունը, թե ինչքան մարդու է արտերկրում ու Հայաստանում հետաքրքրում հանրապետության երկրորդ քաղաքը, վերլուծություն է պետք։ Իսկ վերլուծությունները խոսուն են, եթե թվեր են պարունակում ու հնարավոր է համեմատել տուրիստական հոսքերը գոնե վերջին 7 տարում, երբ 2018 թվականն են համարում քաղաքի զբոսաշրջային գրավչության բումը։ Քանի մարդ է նախորդ տարի Գյումրի եկել որպես զբոսաշրջիկ եւ այս տարի նրանց թիվն ավելին է, թե պակաս, համեմատել հնարավոր չէ, որովհետև թվեր չկան։ 25 թվականի հունվար մարտ ամիսների տվյալներ կա 150,000-ին մոտ Հայաստան զբոսաշրջիկների հոսք կա, որոնք կոչվում են ներգնաց զբոսաշրջության տակ, ներքին զբոսաշրջություն չէ։ Իսկ Գյումրի եւ Հայաստանի մյուս մարզերի վերաբերյալ առանձին տեղեկատվություն զբոսաշրջիկների թվի վերաբերյալ չկա նույնիսկ մեթոդաբանություն այդ զբոսաշրջիկների թվի հաշվարկման։ Հիմնական ցուցանիշը այս ամիսներին է ավելանում եւ ավելանում է հոսքը 60-ից 70% Ռուսաստանի Դաշնության հոսքն է, իսկ դա ես մեկ այլ որակում ունեմ, ասում եմ մերոնք, որովհետեւ մերոնք են գալիս տուն, մարդիկ ովքեր ծնողներ, ընտանիքը այստեղ է եւ այլն, ճիշտ է, տնտեսական առումով դա հետաքրքիր շարժ է, գալիս են, շատ ուրախալի է, լավ է, գումար են ծախսում, շուկայում հազար ու մի այսպես առևտրաշրջանառություն է լինում, սրճարաններից են օգտվում եւ այլն, բայց առհասարակ դա դիտարկել կամ որակել որպես զբոսաշրջային հոսքեր, դա նայվ կլինի։ Տարանջատել այլ երկրներից որոշակի ժամանակահատվածով հայրենիք վերադարձածներին ու իրական զբոսաշրջիկներին անհնար է, բայց որ զբոսաշրջիկների թվի նվազում կա, արձանագրում են ոլորտում զբաղված անհատները։ Նրանք էլ իրենց սրճարաններ, արվեստանոցներ ու արհեստանոցներ այցելությունների թվով են կարողանում վերլուծել։ Փոքր ռեգրես կա եւ ներքին туриզմի, բայց արտաքին туриզմի աճ։ Այսինքն օրինակի համար Ֆրանսիայից, Գերմանիայից շատ զբոսաշրջիկների խմբեր են այցելել այս տարի արվեստանոց։ Ինչը չեմ կարող նշել, օրինակ դպրոցական խմբերի մասին կամ կոլեկտիվ Հայաստանի տարբեր մարզերից այցեր դեպի քաղաք Գյումրի նվազել են։ Սա կարող եմ կապել առաջի հերթին եղանակային պայմանների հետ, որովհետև եղանակը այս տարի այնքան էլ բարենպաստ չէր զբոսաշրջության համար, անընդհատ անձրևներ։ Եղանակները փոփոխական են, իսկ ենթակառուցվածքները մնայուն ու կարևոր գործոն են զբոսաշրջության զարգացման համար։ Զբոսաշրջիկն ուզում է շրջել մաքուր քաղաքում, ասֆալտած փողոցներով ու մայթերով, բարեկարգված թանգարաններում ու սպասարկման այլ օբյեկտներում։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների ապահովումը ամրագրված է Գյումրիի 2021-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում, գրածը կա, կատարողականը չկա։ 23-ից 25 թվականներին կառուցել 4 հասարակական զուգարաններ։ Ես հիշեցնում եմ, որ հնգամյա զարգացման պլանը այդ ռազմավարությունն է։ Այսինքն երբ որ ընտրվում է Ավագանի քաղաքապետ, այն ժամանակ իրանք պլան են ներկայացնում, ինչ են անելու այդ իրանք կառավարման ընթացքում։ Այսինքն ընդունվել է այս պլանը զարգացման եւ չի կատարվել, համենայն դեպս ես տեղյակ չեմ հասարակական զուգարանների արկայությունից։ Տարիներ շարունակ բարձրաձայնվում է այդ հարցը եւ այդ հարցը վերջնական լուծում չի ստանում։ Միշտ գալիս են զբոսաշրջության պետական կոմիտեից վերևից լսում են ու որևէ հանրային տուալետները դեռ հետներս բերում ենք, չգիտեմ, քանի դար պիտի տանենք, էլի հանրային տուալետներ։ Այսինքն խնդիրը չի մտնում օրակարգ, լուծման օրակարգ։ Բիոզուգարանները կան, սակայն դրա սպասարկումն է բավականին խնդրահարույց եւ այժմ արդեն գործարարներին է դիմում համայնքապետարանը, որպեսզի ովքեր որ կարող են որպես բիզնես նպատակ դրանք օգտագործել, վերցնել եւ ծառայեցնել։ Այսինքն դրանք կան եւ մնում է սպասարկման հարցերը, տեխնիկական հարցերը կարգավորել։ Բիոզուգարաններով թե առանց դրանց քաղաքը պետք է շարունակի գրավիչ ու հետաքրքիր լինել, որ մեկ անգամ Գյումրի եկողը ցանկություն ունենա վերադառնալ։ Այստեղ էլ առաջանում է քաղաքը բրենդավորելու անհրաժեշտությունը, պատասխանատուն է նշում զբոսաշրջության կոմիտեի 2020-2030 թվականների զարգացման ռազմավարությունում առանձին քաղաքներ բրենդավորելու վրա մեծ ուշադրություն չկա։ Գյումրի հետ կապված եւ Շիրակի մարզի հետ կապված այնտեղ գրառումներ այնպես չի որ շատ կան, բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ Հայաստանը բրենդինգի կարիք ունի թիրախ երկրներում, ու ելուր մնաց, ասենք, անդրադառնանք Հայաստանի քաղաքներից մեկին, այո, այսօր զբոսաշրջության կոմիտեն ավելի ուղղությունը վերցրել է երկիրը բրենդինգ անելու։ Ու նորից նույնն են ասում նաև ոլորտի փորձագիտական եզրակացությունները, որ զբոսաշրջությունը Գյումրիում սկսեց զարգանալ անհատների ջանքերով ու այդպես էլ շարունակվում է առանց համայնքային ու պետական ռազմավարության։ Գյումրիի քաղաքապետարանում туриզմով զբաղվող բաժին չկա։ Առանձին դեպքերում զբոսաշրջային միջոցառումներով զբաղվում են արտաքին կապերի ու մշակույթի բաժինները։
Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։